Տիկին Մանուկյան ջան, նախքան ձեզ հարց ուղղելը, ուրախ եմ, որ պարոն Խանդանյանը ներկա է, վերջինս մի պնդում կատարեց, որ այստեղ բոլորս ժողովրդի ներկայացուցիչներն ենք և իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իմաստով հարց է առաջանում, իսկ եթե բոլորս ժողովրդի ներկայացուցիչներն ենք և ըստ ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշման արդյունքում ձևավորված Դոնթի բանաձևի այս մշտական հանձնաժողովի վերաբերյալ առաջադրումը պատկանում էր ուժեղ Հայաստանին, ուժեղ Հայաստանը կատարել է առաջադրում, ժողովուրդը ձեզ ասել է դուք որոշեք ընտրեք թե չէ, հիմա շարունակենք, եթե օրինակ դուք ուսումնասիրեք Սահմանադրական դատարանի 1708 որոշումը, որը առնվազն պարտավոր եք ուսումնասիրած լինեք, այնտեղ շատ հստակ ասում է, որ ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ունեն մեկ պարտականություն, բոլոր խմբակցությունները նպաստելու ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը։ Հիմա քաղաքական կամքի ձևավորման տեսանկյունից քաղաքացիական պայմանագիրը փաստացի միջամտում է մեկ այլ խմբակցության գործունեությանը։ Իդեպ պարոն Հարությունյանի խոսքից փաստացի ստացվեց, որ դուք դա իսկապես գիտակցված եք արել, որովհետև դուք որոշակի իմաստով գնահատման եք ենթարկել թեկնածուի ընտրել չընտրելու հարցը այն պարագայում, որ Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ից ասում է տենց մի արեք, դա ժողովրդավարական ճանապարհը չի։ Իդեպ այն, որ դուք ինքներդ ասում եք, որ օրենքը պետքա փոխվի, որ նշանակովի լինի, դա էլ է դրա մասին խոսում, որ այնինչ այսօր դուք արել եք, ժողովրդավարականը չի, բայց տիկին Մանուկյան ջան, հարցադրումս հետևյալն է. ինչ եք կարծում, որն է շահագրգռվածությունը իշխանությունների, շատ պարզ, որ հատուկ բացահայտեմ, շահերի բախման ռիսկ ունեմ ինքս այս հարցը բարձրաձայնելով, ներողություն եմ խնդրում, ես ինքս փաստաբանության ոլորտի հետ առնչություն ունենալով, հաշվապահական ոլորտի հետ չունեմ, շահերի բախումը դրա համար արձանագրեցի, բայց մինչև նաև հարկային օրենսգրքի փոփոխությունը, այն փաստաբանական գրասենյակը, որը ներկայացնում է, արդեն իսկ ԱՀ-ի համապատասխան շեմը հաղթահարել էր եւ գտնվում էր այդ հարկման ռեժիմի մեջ։ Բայց ինչի դա արվեց։ Անկեղծորեն, օրինակ ձեր կարծիքը ո՞րն է, իրավական կամ ֆինանսա-բյուջետային շահագրգռվածությունը ո՞րն է։ Ես Աղվան Վարդանյանի ժամկետից օգտագործեցի։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Վարդևանյան, ձեր հնչեցրած հարցի վերաբերյալ մի անգամ պարոն Բաբկեն Թունյանը այս ամբիոնից ասաց, որ իրենք ի սկզբանե այդ դաշտում պիտի լինեին ու շրջանառության հարկը պարզեցվել է այն տնտեսվարողների համար, ովքեր գրագիտության խնդիր ունեն, հաշվառումը կազմակերպելու խնդիր ունեն, այդ ընկերությունները, որոնք հաշվել գիտեն, պարտավոր են ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատել։ Պիտի ասեմ, որ չեմ կիսում մեր իշխանական գործընկերոջ դիրքորոշումը, եթե ընկերությունը կարող է հաշվետվություն ներկայացնել կամ կազմակերպել իր ընկերության հաշվապահական հաշվառումը պատշաճ մակարդակով, դա չի նշանակում, որ այդ ընկերության վրա հարկային բեռ պիտի ավելացվի, մի քիչ լավ չեմ հասկանում հարկային վարչարարության այդ տրամաբանությունը, եթե մարդը կարող է հարկը հաշվել, ուրեմն ինքը պարտավոր է հարկը ավել վճարել, հուսամ ինձ ինչ-որ մեկը կբացատրի այդ տրամաբանությունը, այո, այդ փոփոխությունների արդյունքում տասնյակ ընկերություններ են փակվել, այդ թվում փոքրիկ խորհրդատվական ընկերություններ եւ հաշվապահական եւ իրավաբանական ու դա մեծ բեռ է, քանի որ այդ ընկերությունները ըստ էության ծախսեր չունեն ու ամբողջությամբ ավելացված արժեքի հարկի բեռն է իրենց վրա մնացել, շահութարկն է հսկայական թվով աճել ու դա մեր տնտեսության համար կարծում եմ ծանր հետևանքներ ունեցած հարկային վարչարարություն էր։ Ու այդ մասով նախորդ ելույթումս մի քիչ անդրադարձել էի դրան, բազմաթիվ նամակներ եմ ստացել, որ մարդիկ ահազանգում են, որ իրենք պարզապես չեն դիմացել շուկայի մրցակցությանը, որտեվ գինը չեն կարող բարձրացնել, չեն ունենա պատվիրատուներ, արդյունքում հարկային բեռը մնացել է իրենց վրա եւ իրենք ուղղակի փակվել են։ Շնորհակալ եմ տիկին Մանուկյան, ըստ էության նաև այստեղ պետք է ընդգծել, որ հարկային նշված քաղաքականությունը հանգեցրեց ոլորտում ծառայության արժեքների նաև բարձրացմանը։
Սա եւս պետք է հաշվի առնել, որովհետեւ այդ ծառայություններից օգտվողները մեր հայրենակիցներն են, հանրությունն է։ Ի վերջո, ինչ կրկին հավելալ արժեք այս ամենը ստեղծեց, միգուցե բյուջետային որոշ տոկոսային մուտք ապահովեց, բայց կարծում եմ մակրո իմաստով դա չէր, որ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսա-բյուջետային կայունությունը ապահովեր։ Հիմա բոլոր դեպքերում Տիկին Մանուկյան մի հանգամանք էի ուզում ընդգծել, իսկապես ձեր պատասխանները շատ հստակ են, շատ բովանդակալից են, դուք մեր շատ լավ գործընկերն եք, ինչպես մեր բոլոր գործընկերներն են շատ լավը։ Ու այստեղ կարելի է նաև գործընկերները կարծես հետարքրվում էին ժողովրդավարական մեր մոտեցումներից եւ այլ, մեր խմբակցության падգամավորներից շատերն են, որ կարող են լինել ցանկացած մի պաշտոնի որպես թեկնածու։ Սա ակնհայտ է եւ կարծում եմ Տիկին Մանուկյանն էլ նշվածը առավել քան հստակ ցույց տվեց։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, պարոն Վարդանյան։